Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Պաշտոնական այցով Երևանում է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Զվարթնոց օդանավակայանում երեկ երեկոյան Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Այնուհետև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ, նշված է հաղորդագրության մեջ։ Արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հետ։ Արտաքին գործերի նախարարը կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների եւ տեղի շուրջ։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց նպատակը ստորագրման գործընթացի ձգձգում է։ Այսպիսի տեսակետներ են հայտնել հայ փորձագետները Ադրբեջանի ապատեղեկատվության եւ կեղծ նարատիվների արշավը ընդդեմ Հայաստանի թեմայով քննարկման ժամանակ։ Մանրամասները տեսանյութում։ Մեր տարածաշրջանը, որը մեծ հաշվով է, եթե գնում ենք ավելի քաղաքական գնահատականների ճանապարհով, այս պահին նվազ ռազմական էսկալացիայի միտում ունեցող տարածաշրջան է, բոլորը շատ լավ հասկանում են, որ այս պահին իրավիճակը ավելի շատ այս քարոզչական հարթությունում է։ Այսինքն միջազգային տարբեր դերակատարներ կամ այս տարածաշրջանում հետաքրքրված բազմաթիվ երկրներ բնականաբար կան բավականաչափ խորքային գնահատականներ առայն, որ այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում որևէ էական էսկալացիայի հիմք, պատճառ առիթ չկա։ Շահառու դերակատարների համար պարզ է, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում, բայց միևնույն ժամանակ այդ հիմնական դերակատարներն էլ ներգրավացնելով այն խնդիրներում, ուրեմն չեն փորձում զարգացնել այն դրական միտումը, որ կա մեր տարածաշրջանում, այսինքն եթե մենք գտնվենք ավելի կայուն եւ կանխատեսելի այսօր աշխարհում եւ տարածաշրջանում, բնականաբար այս արձանագրված իրողությունը համաձայնագրի տեքստի համաձայնեցման, ուրեմն մի փոքր ավելի շարունակականության դրսևորման դեպքում միջազգային հանրության եւ հատկապես ամենաազդեցիկ դերակատարների նույն Միացյալ Նահանգները, գուցե Ռուսաստանը, եթե ուրեմն պլաններ ունենար վերադառնալ եւ հնարավորություններ մեր տարածաշրջան կամ այլ մեկ խաղացողների կողմից, ապա դա կարող է վերածվել ինչ որ արդեն կոնկրետ գործընթացի, բայց քանի որ չկան այդ հնարավորությունները, ցանկությունները եւ ծրագրերը, դրա համար բոլորը ես համամիտ եմ, անգամ գուցե առանց տեքստին ծանոթանալու թե ինչ է, եթե կողմերն եկել են համաձայնության, նշանակում է դա արդեն երկուսին էլ փոխշահավետ է, հետաբար մեր գործն է ողջունենք այդ, ոնց որ օրինակ նախորեն շատ սիմվոլիկ էր Հռոմի Պապի անդրադարձը, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր առաջին հանրային ելույթում նաև այս խնդրին, այս իրողությանը անդրադառնալ։ Այնպես որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են իրավիճակը, ես կրկնում եմ, հիմնական նպատակը այս բան այս քարոզչական արշավի գրոհի այն
նարատիվը, որը գեներացում է հայկական կողմից, որպես տարածաշրջանում էսկալացիայի պատճառ հիմք չկա այլևս եւ քաղաքական բանակցությունների մակարդակում պետք է կողմերը գնան խնդիրների լուծման, այդ նարատիվի չեզոքացումն է։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը, հա, ըստ էության, ու եթե անդրադառնամ այդ վերջին միջոցառմանը, որը դուք հիշատակեցիք, շատ ակնհայտորեն խոստովանեցին բանախոսներից մեկը, շատ հպարտությամբ, թեև ներկայանում էր որպես ՀԿ ներկայացուցիչ, բայց շատ հպարտությամբ հայտարարեց, որ պատերազմում, տեղեկատվական պատերազմում 20 թվականին Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակի կամ պարտությանն մատնել, հա, Հայաստանին, քանի որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին, առաջ տանելով իրենց հենց խոսույթները, ու դա իրականում խոստովանություն ու ցուցիչ էր մեզ համար առայն, որ իրենք մինչև օրս էլ շատ կարևորում են հենց առաջատար լինելը, թելադրող լինելը։ Հիմա ստացվում է, որ այս խաղաղության համաձայնագրի համատեքստում իրենք կորցնում են ինչ որ նախաձեռնությունը թելադրելու եւ ուստի փորձում են այլընտրանք ստեղծել կամ երկրորդային ֆրոնտ տեղեկատվական բացել, ասելու, որ սա իրական համաձայնագրին ուղի չէ դեռևս, այսինքն Հայաստանը այս դեպքում, հա, Հայաստանին մեղադրելով, որ պատրաստ չէ իրական խաղաղությանը, որովհետև ըստ էության դա չի տեղավորվում իրենց ընդհանուր մոտեցման ու քաղաքականության մեջ ցույց տալու, որ Հայաստանն ագրեսոր է, կառուցողական չէ, տարբեր հարաբերություններում հնարավոր չի իր հետ հարցեր լուծել առանց ուժի կիրառման, ու սա, ինչպես մենք նախկինում էլ արձանագրել էինք, կարող է պատրվակի հող պատրաստել, հա, որպեսզի ամեն պահի էլ կազուս բելի հիմք ունենան ու հերթական էսկալացիայի դրդեն, եթե հասկանան, որ այլընտրանք չկա այս պահին կամ իրենց հատկապես ձեռնտու է դա։ Հայկական կողմի պաշտոնական, հա, լրահոսում համենայն դեպս բառամթերքը փոքր-ինչ փոխվել է նախկինի հետ համեմատած, ավելին պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, երբ որ մեկնաբանում էր, հա, այս հաղորդագրությունները ադրբեջանական կողմի, հա, բազմաթիվ իրար հետևից մի քանի օր շարունակ, կարծես թե հաստատեցին, որ իրոք կրակոցներ տեղի ունենում են ադրբեջանական կողմից, պարզապես հայկական կողմը դրանց մասին չի բարձրաձայնում ընդհանրապես, քանի որ դրանք երկարատև ինտենսիվ կրակոցներ չեն ըստ էության, հա, նշանակելով, որ այլ տեսակի են, ուստի չենք բարձրաձայնում, ու սա իրականում տեղավորվում է հայկական տեղեկատվական պորտֆոլիոյի մեջ, այսպես ասած, չսրել իրավիճակը, որևէ առիթ չտալ թեման զարգացնելու գուցե եւ, հա, եւ ցույց տալ, որ մենք խաղաղասեր ենք եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի դիմելու։ Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա։ Մանրամասների շուրջ գործընկերս Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Հիշեցնեմ, կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի մարդասիրական օգնությունը Սիրիայի ժողովրդին հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել։ Դրան նախորդել էին աշխատանքային հանդիպումները հայ, թուրք եւ սիրիացի դիվանագետների միջև եւ համաձայնություն էր ձեռք բերվել այս ամենի մասին եւ ուրբաթ օրը ապահվեն տրանսպորտային ընկերության 4 բեռնատարներ հայ վարորդներով հատել էին անցակետը, սահմանը եւ 3 հասել էին Սիրիա, այնտեղ Հայաստանի դեսպան Ռուբեն Խարազյանը փոխանցել էր այդ բեռները Հալեբ նահանգի փոխնահանգապետին, ով շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Օգնությունը դա մոտ 80 տոննա բեռ է, հիմնականում հայաստանյան արտադրանքի սննդամթերք, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կբաշխվեն Հալեբում եւ Դամասկոսում, այդ թվում նաեւ հայ ընտանիքների շրջանում, իհարկե ոչ միայն հայերի, եւ այդ ամենում կօգնի Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կազմակերպությունը իր աշխատակիցներով։ Արտյոմ, իսկ արդյոք անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի բացման օրը, վերջնական բացման օրը ըստ էության։ Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, դե հիշեցնում եմ, որ մեկ անգամ 2 տարի առաջ սահմանը բացվել էր, կրկին մի քանի օրով եւ նույնպես օգնություն տեղ հասցնելու համար,
Թուրքիայում տեղ ունեցած երկրաշարժից հետո, բայց դա ոչինչ չփոխեց։ Եվ օրինակ Եվրամիության ներկայացությունը Հայաստանում այսօր հայտարարություն է տարածել, որում ոչ միայն ողջունում է այս մարդասիրական քայլը, այլ նաև հույս է հայտնվում, որ այս բարի կամքի դրսևորումը կմոտեցնի այն օրը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերջնական հաշտություն եւ համաձայնություն կլինի եւ հարաբերությունները վերջնականապես կբարելավեն։ Այսինքն ակնարկվում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը այս քայլը կօգնի եւ կմոտեցնի այդ օրը։ Հիշեցնեմ, Թուրքիան այսպես բաց տեքստով նախապայմաններ քաշում, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հաստատեց, որ պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել եւ համաձայնվեց բովանդակությանը, արդեն մենք իրավունք ունենք ակնկալելու Թուրքիայից որոշակի քայլերի, քանի որ ակնհայտ է, որ միայն Ադրբեջանն է խանգարում այդ համաձայնագրի կնքմանը։ Այդ իմաստով իսկապես կարող ենք Թուրքիայի առաջ հարց դնենք կամ օգնեք, որ Ադրբեջանը ստորագրի, ազդեցություն գործեք, կամ գնահատեք մեր կոնստրուկտիվ մոտեցումը եւ կատարեք ձեր խոստումը։ Իդեպ Բաքվում շատերի մոտ տպավորություն կա, որ այս ժամանակավոր սահմանի բացումը վկայում է այն մասին, որ Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական նորմալացման եւ սահմանը առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանի կատարման սահմանի բացման։ Մի շարք ադրբեջանցի փորձագետներ այդպիսի գնահատական են տվել համացանցում կամ իր լրատվամիջոցներում, կարծելով, որ Թուրքիան այս քայլով հող է նախապատրաստում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքը նախապատրաստում է այս քայլին։ Լրատվամիջոցները նույնպես դժգոհում են, մասնավորապես Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող Մինվալ պարբերականը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել. Թուրքիան զիջել է Հայաստանին։ Արցամ, իսկ առհասարակ իրականում Բաքուն ունի մտահոգվելու առիթներ։ Չեմ կարծում, որ Թուրքիան զիջել է Հայաստանին, քանի որ այն պատճառով, որ Թուրքիան ոչ միայն տեղեկացրել է Ադրբեջանին այս որոշման մասին, այլ նաև ինչ-որ իմաստով նաև թույլտվությունն է խնդրել Ադրբեջանի։ Թուրք բանագնաց Սերդար Կլիչը փետրվարի 24-ին այս թեմայի շուրջ խոսել էր Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ ավելի ուշ, երբ Բաքու էր եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, նրա հետ նույնպես այս թեման քննարկվել է։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ ոչ միայն անակնկալ չէր Բաքվի համար, այլ նաև Բաքվի գիտակցությամբ եւ համաձայնությամբ է եղել այդ ամենը։ Եվ այսօր Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունը, լրատվական բաժինը հատուկ հայտարարություն է տարածել, որով հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայ-թուրքական սահմանը պատրաստվում են բացել, ընդգծելով, որ այդ ժամանակավոր բացումը անցակետի ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի հետ սահման բացել։ Իսկ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քյուլիչը հայտարարել է, որ այդ մամուլում տեղ գտած տեղեկությունները այն մասին, որ Թուրքիան պատրաստ է սահման բացել Հայաստանի հետ, դա հայերի այսպես տեղեկատվական հերթական սադրանքն են եւ որ չկա որևէ հիմք կարծելու, որ Թուրքիան կարող է առանց Բաքվի թույլտվության համաձայնությամբ գնա այնպիսի մի քայլի, որը կվշտեցնի ադրբեջանցիներին։ Շնորհակալություն Արցուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անկախության օրվա առթիվ։ Բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների, ասվում է ուղերձում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնվազեցնի նախկինում հատկացված արտակարգ բյուջեի ծախսերը գրեթե 3 միլիարդ դոլարով։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով մոտ $2.5 միլիարդ, որը Թրամփը նախատեսում է կրճատել, պետք է հատկացվեր արտաքին օգնության համար, ներառյալ աջակցությունը միգրացիայի եւ փախստականների հարցերով աշխատող հասարակական կազմակերպություններին, Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսական զարգացմանը եւ ներառմանն առնչվող նախագծերին։ Այնուամենայնիվ, միջոցները չեն ազդի դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութիները հրթիռներով եւ անօդաչուներով հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան Հարի Թրուման ավիակրի եւ մի քանի ռազմանավերի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, նշելով, որ հարվածը իրականացվել է ի պատասխան Եմենի դեմ ամերիկյան ագրեսիայի։ Սարիան պնդել է, որ հութիները վերջին 24 ժամվա ընթացքում 2 անգամ հարձակվել են Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի վրա։ Նրա խոսքով ապստամբների գործողությունները հնարավորություն են տվել խափանել թշնամու օդային հարձակումը Եմենի տարածքում։ Շարժման խոսնակը նաև ասել է, որ հութիները մի քանի ժամ հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող թիրախներին։ Հութիները հայտարարել են նաև, որ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, նշված է հաղորդագրության մեջ։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։